Մեր շենքը Տիտանիկ է, կատակում է Խաղաղ տոնի 19 շենքի բնակիչներից մեկը, որը տան պատուհանից հետևում էր իրենց բակում մեդիահաբի նկարահանման աշխատանքներին։ Իսկ թե ինչու է շենքը Տիտանիկի վերածվել, պարզաբանեցին շենքի բնակիչները։ Ջուրը, լրիվ պատվալը ջուրը, կանալիզացիայի ջուրը, արդեն 2 տարուց ավելի է ջուրը շնչ ունենք։ Իսկ դիմել եք պատկանման։ Ամենքին դիմել ենք, լրիվ ժեկն է, եկել են, ստուգել են, գնացել են, կանալիզացիան մաքրել են, գալիս են, գնում են, նորից էլի նույնը։ Ինչն է պատճառը ձեր կարծիքով, ձեզ պարզաբանել է։ Ասում են շոր են գցում, երեխեքի պամպերսներն են գցում, ինչ ասես գցել էին, հանեցին մարդիկ։ Հոտը ընկել է տունը, խոնավ հոտ է ու կեղտա հոտ է։ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ դոնի 19-31 շենքերի բնակիչներն իրենց ներկայացմամբ տևական ժամանակ է ստիպված են ապրել խողովակներից, դիտահորերից դուրս հորդող կոյուղաջրերի հարևանությամբ, շնչել գարշահոտը, ցատկելով հաղթահարել կոյուղաջրերից գոյացած գետակները, լճակները, որպեսզի հետո պատահմամբ որևէ հիվանդացի մանրե ոտքի հետ տուն չտանեն։ Խնդիրը վաղուց կա ու դեռ անլուծելի է։ Բնակիչներն ասում են, թե դիմել են բոլոր պատկան կառույցներին, ահազանգել, ներկայացրել իրավիճակը, հրավիրել իրենց մոտ խնդիրը տեղում արձանագրելու համար մասնագետները, թաղապետարանի, քաղաքապետարանի ներկայացուցիչները, անգամ պաշտոնյաներ են եկել համոզվել, որ իսկապես վիճակն անտանելի է, հեռացել են խնդիրը լուծելու խոստումով, սակայն կոյուղաջրերը չեն դադարել հունից դուրս գալ եւ հոսել իրենց համար չնախատեսված վայրերով։ Մեր երեխեքը դուրս են գալիս, դուրս որ խաղան, վախենում ենք չենք թողում։ Հեսա 2 ամիս հետո ջրերն են փոխելու, շան հոտ է գալիս, ոնց ու կանալիզացիայի ջուր խմել։ Խի մենք անասուն ենք, ինչ ենք։ Քաղաքապետարանել, թաղապետարանել, բայց ով է բանի տեղ դնում։ Ընտրությունները որոնի կգան կդռները կխփեն։ Չեն հասկանում, ժեկի տնօրենն ասում է, չենք հասկանում, անընդհատ է գնում ենք, ասում են գալիս են։ Եվ որտեղից է ջուր դուրս գալիս, աշխատում է, հիմա փոխել են մի տարի առաջ, մեկը օգուտ չունի։ Այն կողմի վրա գարաժ կա, հենց լցվում է, այդ գարաժի դուրս է գալիս կանալիզացիա ջուրը, լրիվ էս կողմն է լցվում, չես կարողանում հելնես դուրս, քո թորներին հանես դուրս։ Ինչի համար ենք ստեղ ապրում, որ մեր երեխեքին տանենք, ուր տանենք մանտանք հանգստանան այդ երեխեքը, ամբողջ օր տան մեջ բանտարկյալին ման պագա։ Տունը մեր մի 2 տարի վթար եղավ վինտիլը փոխելու, չենք կարող մտնենք, որ վինտիլը ներսից փագենք, որ մեր տան գործը անենք։ Շատ վատ ադրություն էստեղ, շատ վատ։ Թող գազ զբաղվեն այդ հարցով։ Միան ընտրությունը որ դի ամոթ արա, եթե պետություն չի արա, թող զբաղվեն այդ հարցով։ Բազմաբնակարան շենքերի նկուղները, որոնք ի դեպ նախատեսված են ծառայելու նաև որպես ռմբապաստարաններ եւ գազ ապաստարաններ, կիսով չափ կամ մասամբ կոյուղաջրերի համար են ապաստարան դարձել։ Այդտեղ մտնել հնարավոր չէ, անգամ մի քանի մետր հեռավորության վրա սարսափելի գարշահոտը ստիպում է փախչել։ Ափսոս տեսախցիկը չի կարող փոխանցել, թե ինչպիսի գարշահոտ է տիրում շուրջ բոլորը։ Հարևաններն են բաց թողում, որ պայծեզից հոտ չգա։ Այստեղ հիմա որ պատերազմն է, ասեն նկուղները սարքել, որտեղ են այս ժողովուրդը գնալ փախկվեն։ Վիճակ էլի նայեք, ես ինքս մեռնեմ չեմ մտնի տեղ։ Մինչդեռ այս շենքերում բազմաթիվ ընտանիքներ են ապրում, երեխաները բակում խաղում են, հղի մայրերը, տարեցները դուրս են գալիս բակ զբոսնելու, հաղթահարելով խողովակներից ու դիտահորերից դուրս հորդած կոյուղաջրերի ստեղծած խոչընդոտները։ Հատկապես ամռանը բակում ժամանակ անցկացնել անտանելի է դառնում, իսկ տան պատուհաններն այդ տապին շենքի բնակիչներն ուզած-չուզած փակ են պահում, այլապես մի կողմից կոյուղաջրերի հոտը, մյուս կողմից այդ միջավայրում իրենց փառահեղ զգացող մոծակները լուրջ մարտահրավերներ են ստեղծում։ Խնդիրը միայն հոտն ու տեսարանը չէ, կոյուղաջրերը նաև առողջական լուրջ ռիսկեր են ստեղծում շենքի բնակիչների համար, տարատեսակ վարակների աղբյուր դառնալով։ Այս քանի տարի է այս վիճակն է, պատվալները լիքը ջուրը, մենակ մի տեղ չի, են վերևի շենքերն էլ են նույնը, քանի տարի է, եբ կլնի, երևի կառավարությունը փոխվի նորլի, իմ կարծիքով անտեր երկիր է, երկիրը տես չունի,
դրանից է գալի։ Դե ամառները միշտ մոծակ լիքը լինում, հոտը, ամբողջ շենքով հոտը տարածված է։ Նամանավանդ ամռան է։ Ինդեղ մտնում ես մեծ սապակներով պետք է մտնես, որ կարողանաս։ Շենքերի բնակիչները հուսահատվել են, որևէ մեկը շահագրգռված չէ իրենց կյանքի որակի լավարկմամբ։ Որևէ մեկի հոգը չէ, որ սանիտարահիգիենիկ պայմաններում մեծաթիվ բազմանդամ ընտանիքներ են ապրում, որ հնարավոր ռազմական վտանգի դեպքում մարդիկ ստիպված են լինելու այսպիսի ռմբապաստարաններում թաքնվել, իսկ ժամանակը խնդիրը ոչ թե լուծում է, այլ բացառացնում։ Ջրերը, որ գալիս է, երևում է, որ ասենք, որտեղի կանալիզացիաների ջրերն է, կեղտերը բառիզգուն իմաստով երևում է։ Ինչ է, մենք ինչ ենք շնչում, հետո երեխեքը գարուն է լինելու, այսինքն ամբողջ մթնոլորտ է, ասենք։ Մի քիչ որ վերլուծեն, արդեն կհասկանան, որ շատ վատ վիճակ է, մեր հատկապես մեր մուտքը, առաջի մուտքի տակ մնացած կողմերից գալիս է մեր մուտքի տակ, դա ջուրը լցվում։ Ում տիրույթում է խնդիրը, ով, որ կառույցը պետք է բնակիչների ահազանգերի հետքերով գնա։ Հասցեատերերից մեկը Veolia ջուր ընկերությունն է, որի լրատվական բաժնից էլ փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչու են հիշյալ շենքերի բնակիչները ստիպված պարբերաբար առնչվել այդ խնդրին։ Ընկերության հանրային կապերի մասնագետ Կարինե Կարապետյանը որոշակի ճշտումներից հետո ասաց, որ երկու հասցեներից էլ ավելի վաղ ահազանգ են ստացել։ Տեղամասային մասնագետները մոտեցել են, պարզվել է կոյուղատարները, դիտահորերը խցանված են։ Այդ պահին խցանումը բացել են, սակայն նա հայտնեց, որ այսօր նորից ահազանգ ունեն, թեև բնակիչները մեծ հետ զրույցում հավաստիացնում են, որ ամեն օր են ահազանգում եւ արկա վիճակը տևական ժամանակ է։ Նորից ահազանգ ունենք այսօր տեղամասային բաժնում, որ նորից խցանվել են կոյուղատարները, այսօր նորից մոտենալու են երկու հասցեներին էլ։ Հետաքրքրվեցինք, թե ինչու են պարբերաբար խցանումներ լինում այդ նույն հասցեներում։ Գուցե պատճառը վերացնելու փոխարեն այդ րոպեական լուծում են տալիս ընկերության մասնագետները։ Խաղաղ Դոնի 19 շենքի բնակիչներից մեկը մեզ բացատրեց, որ ճիշտ է, Veolia ջուր ընկերությունը աշխատանքներ իրականացրել է շենքի կոյուղատար խողովակի վրա։ Մի հատված անգամ փոխել են, սակայն կարճ ժամանակ հետո նորից խողովակը խցանվել է, քանի որ մեծ տարողունակությամբ խողովակը գցել են ավելի փոքր տարողունակությամբ խողովակի, որը մեծ խողովակի պարունակությունը չկարողանալով փոխանցել, խցանվում է։ Ընկերության ներկայացուցիչը սակայն հայտնեց, թե բնակիչներն իրենք են խցանում դիտահորերը, դրանցում տարատեսակ կենցաղային աղբ լցնելով։ Պատճառը բնակիչների ոչ ճիշտ օգտագործումից է լինում սովորաբար, երբ կոյուղուց տարբեր տեսակի իրեր ենք հանում։ Եթե հետևեք մեր էջին, Veolia-ի հենց Էրեբունի շենգավիթի հետ կապված տեսանյութ էին դրել, որում ցույց ենք տալիս, թե ինչեր ենք հանում, գնդակից մինչև ամեն տեսակի աղբ։ Այնպես չէ, որ այդ խնդիրը մի շենքում կա, կողքի շենքում չկա։ Կախված է նրանից, թե կոյուղին ինչ վիճակում է, ինչպես են օգտագործում այն։ Այս հակահիգիենիկ պատկերն էլ թաղամասում գործող եզակի մանկապարտեզներից մեկի հարևանությամբ է։ Մանկապարտեզը վերջերս է վերանորոգման նպատակով փակվել, իսկ մինչ այդ այսպիսի պայմաններում են մանկապարտեզի սաներն ու աշխատակիցները այստեղ ժամանակ անցկացնում եւ աշխատում։ Հարևանությամբ գտնվող դպրոցի աշակերտները հենց այս ճանապարհով են առավոտյան շտապում դասի, թռչկոտելով կոյուղաջրերի վրայով, շրջանցելով այդ ջրերով լցված վտանգավոր փոսերը, դիտահորերը։ Մոտակա շենքի բնակիչները պատմում են, որ մանկապարտեզի սաներից երկուսն անգամ ազգուշությամբ դիտահորն են ընկել։ Վերամսին եկել են, նայել են, ճիշտն ասած, այն ժամանակ շատ էլի Veolia ջրից, այո, քանի անգամ զանգելուց հետո եկան վերջապես, տեխնիկա բերեցին, փչելու մեքենաներ, չգիտեմ, ամեն ինչ բերեցին, շատ դժվարությամբ, բայց բացեցին։ Դե հիմա նորից այստեղ այս ջրագիծը փոխում էին։ Էլի մեկ երևի մի ամիս առաջ ամբողջը փոխեցին, մեր շենք չմտան, ասեցին, որ այդ գիծը վնասված է, ասեցին, մեր շենքը այո 6-րդ շենքն է, այն 8-ը փոխեցին, իրենց էլ ռահավոր վիճակ էր, ամբողջը կանալիզացիան դեռ էր դուրս գալի մի խոսքով։ Այս լյուկը շատ տարիներ առաջ փակ էր, ասֆալտ էին արել։ Հետո այդ բերեցին, դա բացեցին, սկսեց դուրս գալ, էլի դուրս էր գալիս։ Սարքեցին, գնացին, շատ չարչարվեցին, մի շաբաթ չարչարվել են։ Իրոք եմ ասում, իրենք շատ լավ եկան, չարչարվեցին, բացեցին։ Բայց հիմա նորից, սա արդեն 15 օր է, ասենց նորից գնում է։ Ես անընդհատ զանգում եմ, կամ չեն վերցնում, կամ չգիտեմ, գալիս են, նայում են, թողնում են, գնում են, չգիտեմ, այսպես վիճակ է։ Դեկտեմբերին, որ դուք տեսնեք, ինչ էր կատարվում, ամբողջը սև մազուտ ու թռնելով այս կողմ այն կողմ այն զանգում եմ, ասում ինչքան կարելի է այստեղից այնտեղ թռնել այդ կեղտա ջրերի մեջով։
երեխեքը դպրոց են գնում, մանկապարտեզը դեր աշխատում էր, մանկապարտեզ են գնում, ո՞նց կարելի է ասենց թքած ունենալ մարդկանց վրա։ Հետաքրքիր է, վարչական շրջանի պաշտոնյաներից որ մեկը գոնե մեկ օր կդիմանար այսպիսի պայմաններում ապրելուն եւ կստիպեր, որ ընտանիքի անդամներն էլ նույնն անեն։ Կոյուղաջրերի պարբերաբար արտախոսքից զզված, զայրացած բնակիչները նաեւ մեր միջոցով են խնդրում հորդորում պատկան կառույցներին հիմնովին խնդիրը վերացնել։ Նրանք դիմել են նաեւ Երևանի Մայր Հայաստան դաշինքի ավականո անդամին, հույս տածելով, որ նաեւ նման խողովակների միջոցով իրենց ձայնը վերջապես լսելի կլինի։ Բնակիչները դիմել են Խաղաղդոնի 19 շենքի մոտ են կանգնած, նույն խնդիրը կա նաև 31 շենքում, կոյուղատար համակարգը չի բավականացնում եւ բերում է հետ, այնտեղից խցանվում է, բերում է հետ եւ լցվում է նկուղներ, այսինքն նկուղները լի է կոյուղաջրերով եւ գազապաստարանները չեն գործում, նաեւ որ ասվում է հարկ եղած դեպքում պետք է նկուղները օգտագործվի, գազապաստարանները այստեղ ընդհանրապես չկա, այս երկար շենքերում Խաղաղդոնի 19, 31, 20 բոլոր շենքերում չեն գործում գազապաստարանները, նկուղները լի են կոյուղաջրերով, շատ մեծ խնդիր է աղետը, այսինքն եթե 2025 թվականին հատկացվել է 248 միլիոն դրամ, որպեսզի կոյուղագծերը հիմնովին վերանորոգվի Երևան քաղաքի, կատարողականով ցույց են տալի իբրև արվել է 221 միլիոն դրամի է արվել, 27 միլիոն դրամի չեն արել, դեֆիցիտով անցել են հաջորդ տարի, բայց դա էլ չենք տեսնում մենք, փաստացի չկա արված աշխատանք, չենք տեսնում, քանի որ բոլոր նկուղներում կոյուղաջրերը առկա են, կոյուղագծերը վնասված են, հիմնովին փոխված չի Էրեբունի համայնքում, բնակիչները ամենօրյա ռեժիմով զանգում են Երևանի քաղաքապետարան բողոքում են, զանգում են թաղապետարան, զանգում են համատիրություն, քանի որ շենքի ներսում համատիրության խնդիրն է, վնասված խողովակների վերանորոգումը, բայց համատիրությունն էլ ասում է, ոնց որ մեկը մյուսի վրա են գցում, համատիրությունն էլ ասում է վիոլաջրի խնդիրն է, զանգե քաղաքապետարան թող պարտադրեն վիոլաջուրը գանի, վիոլաջուրն էլ թերի է արել, լիովին չի արել, քանի որ խողովակը չի բավականացնում այս մեծ շենքերի կոյուղա համակարգը աշխատացնելու եւ բերում է հետ լցվում է շենքերը, բոլոր շենքերը այս խնդիրը ունեն։ Միայն բնակիչներին դիտահորերը խցանելու մեջ մեղադրելով եւ ժամանակ առ ժամանակ կոյուղատարերի խցանումները բացելով հնարավոր չէ հիմնովին պայքարել առկա խնդրի դեմ։ Հիմնավոր լուծում է անհրաժեշտ նախնական պատճառը հայտնաբերելուց հետո։ Հավոր հոտ է գալիս։ Միշտ էս վիճակն է ամեն օր։ Ամեն օր չէ, բայց տեսնես բուժեր գալիս։ Լինում է վախտեր, որ բանը չի լինում, սենց։ Բայց այս ժամանակ միշտ է սենց անում։ Ամառները միշտ սենց է։ Իսկ մարդիկ եկել են որ սարքեն տեսել են։ Չէ, ոобще։ Բղի թռնելով վրա ոնցնենք սաղ պատիզները։ Թվում եմ սարքեք, որ չմտնենք այդ ցեխերի մեջ։ Տահաճ ոչ չզգանք։